Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում եւ Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները եւ դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակված հանրաքվեն կարող են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման պատճառ դառնալ։ Հատկապես երբ սեփական ընդդիմությանը լրացնելու համար անգամ իշխանությունները առաջին հերթին Ադրբեջանում չեն խորշում նման իրավիճակ ստեղծել, որպեսզի ավելի զսպեն ներքին procesները։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Թուրքիայի կողմից իրավիճակի լարումը մեծացնելու հնարավորությունը եւս չպետք է բացառել։ Ներքին ցնցումներ ապրող Թուրքիան կփորձի տարածաշրջանում ակտիվանալ պայմանավորված Ռուսաստանի գործողություններով։ Ռուսաստանը արդեն իսկ փորձում է բոլորին ցույց տալ, որ ինքն է այստեղ որոշողը։ Եվ բնական է, որ Թուրքիան շատ ծանր դա ընդունեց։ Մի քանի օրից նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց։ Մինսկի խումբը մի գործիք է, որը կարող է Հայաստանին պետք գալ տարածաշրջանային փխրուն խաղաղությունը պահպանելու համար։ Մինսկի խումբը Հայաստանի թերևս դաշնակից պետք է լինի բնական եւ Հայաստանը չպետք է թույլ տա Մինսկի խմբի լուծարմանը կամ նրա դերի թույլատրմանը ուղղված քայլեր։ Քաղաքագետը կարծում է, իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում Հայաստանը հույսը պետք է դնի բացառապես սեփական ուժերի վրա։ Հայաստանը ավելի կոնկրետ հստակ սեփական քաղաքականություն պետք է վարի։ Արդեն իսկ պետք է քիչ կապել այս կամ այն երկրի հետ։ Հենց հապ ինքը ասեց, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, այո, պետք է Հայաստանը իր գլխի ճարը տեսնի, բայց ոչ թե ասեք որպես աղքատ բարեկամ, այլ հակառակը։ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի բացման արարողությանը։ Ни в одной из резолюций Армения не указана в качестве сторон конфликта. В адресованных нашей стране призывах говорилось лишь о продолжении оказания влияния на армян Нагорного Карабаха для прекращения конфликта, что Армения полностью осуществила. Սերժ Սարգսյանը հաստատել է Հայաստանի հավատարմությունը հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում։